Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա հիմնական թեմաներն են։ Մարտուն Գրիգորյանը կողմնորոշվեց, իր առաջնորդած մեր քաղաքը դաշինքը կքվեարկի, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերադառնա որպես նոր քաղաքագլուխ։ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Բաքվում հայտարարել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը, մինչ այդ Բաքուն շարունակում է պահանջները, նախապայմաններն ու դատավարությունները։ Ինչպես է ֆինանսների նախարարը $1 միլիոն անտոկոս վարկ ստացել, ընկերություն հիմնելու պետության աջակցությունը ստացել, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է քննիչներին զբաղվել հարցով։ Եվ գտել է, որ այո, այստեղ կան հանցագործության առերևույթ հիմքեր։ Ինչ է կատարվել Նուբարաշենի բանտում ցմահ բանտարկյալների խցերում, Արդարադատության նախարարը հայտարարում է, որ ոչ ոք վնասվածք չի ստացել։ Իսկ ով ասում որ բռնություն է կիրառվել։ Մարդու իրավունքների պաշտպանը հակառակն է պնդում։ Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքում է, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը խնդիրներ է տեսել օրենքի գերակայության հարցում, դատաիրավական համակարգում և ոստիկանությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնացը Միացյալ Նահանգներում Թրամփի վարչակազմի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե որոշակի առաջընթաց կա։ Մարտուն Գրիգորյանը կողմնորոշվեց, իր առաջնորդած մեր քաղաքը դաշինքը կսատարի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, օգնելով, որ նա վերստին 13 տարվա դադարից հետո դառնա համայնքի ղեկավար։ Ղուկասյանի ընտրվելու օգտին մինչ այս արտահայտվել էին մյուս ընդդիմադիր թեկնածուները, սակայն նրանց ձայները բավարար չէին։ Վարդան Ղուկասյանն անցնում է մի շարք քրեական գործերով և մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի հարստացման համար։ Խախտելով 5-օրյա լռությունը Գյումրիի արտահերթ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանն այսօր հայտարարեց, իր առաջնորդած մեր քաղաքը դաշինքը անհրաժեշտ քվեներով կաջակցի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս քաղաքապետ ընտրվի։ Ավագանու նիստում քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք, ու քանի որ Ղուկասյանն արդեն ունի մյուս երկու ընդդիմադիր ուժերի աջակցությունը, նրան ևս 4 ձայն էր պակասում, որը փաստացի կապահովի Գրիգորյանի դաշինքը։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ եւ միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է, քրեական գործերով պայմանավորված, թե ինչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ, լավ հիշեք այսօրը։ Գյումրին կտանեն Վանաձորի ճանապարհով, թե ոչ, տա Աստված որ սխալված լինեմ։ Գրիգորյանը նկատի ունի Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որը 2021-ին թեև ամենաշատ ձայներն էր ստացել, բայց քաղաքապետարան վերադառնալ այդպես էլ չկարողացավ, քանի որ ընտրություններից մի քանի օր անց կոռուպցիոն մեղադրանքով բանտում հայտնվեց։ Մարտուն Գրիգորյանը նաև նշում է, որ այս վտանգների մասին զգուշացրել է Ղուկասյանին աջակցող մյուս ընդդիմադիր թեկնածուներին Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Ընդդիմադիր падգամավորը նաև քննադատում է նրանց, նշելով, որ Ղուկասյանին սատարելու մասին իրենց շտապողականությամբ անհնարին դարձրեցին այլընտրանքային ու ավելի քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իրեն էլ ստիպեցին կայացնել մի որոշում, որին սկզբունքորեն դեմ է։ Իմ դիրքորոշմամբ, օրինակ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ 4 թեկնածուներից համատեղ քննարկման եւ համագործակցության արդյունքում, եւ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։ Ղուկասյանին սատարող իմ հզոր համայնք դաշինքի առաջնորդ Ռուբեն Մխիթարյանը այս քննադատությանը չի արձագանքել Facebook-ում, միայն գրել է, թե Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց պղտորել ջրերը, եւ ամենակարևորը մեջբերեմ, մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել հանունի համար։ Իսկ ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժի Մայր Հայաստանի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը չի ընդունում քննադատությունը։ Մենք առաջինն ենք եղել, որ ընտրությունների հաջորդող ժամերին հայտարարություն ենք տարածել, որ միանում ենք ընդդիմությանը, ապահովում ենք քվեներ, որպեսզի իշխանազրկվի քաղաքացիական պայմանագիրը։ Այնտեղ չկա խոսք ում ես աջակցում, ում հետ ես դաշինք կազմում, չկա որևիցե անուն ազգանուն, անձի, եւ
Եթե չեն լսել այդ բանը եւ մեղադրում են մեզ ինչ որ բանի մեջ, ես չեմ ընդունում դա, որովհետեւ մենք առաջին իսկ պայից ընդդիմության կողմն ենք ցանկություն հայտնել կանգնելու եւ իմ կարծիքով փոխանցել ենք այդ մեսեջը, որ գնդակը ձեր դաշտում է։ Ինչ վտանգների մասին է զգուշացնում Մարտուն Գրիգորյանը, 13 տարի Գյումրին ղեկավարած ու դարձյալ նույն պաշտոնին հավակնող Վարդան Ղուկասյանը քրեական գործերի պակաս չունի, մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման, ապօրինի հարստացման համար։ Նրա խափանման միջոցը մինչ օրս չբացակայելու ստորագրությունն է եղել, բայց օրերս դատախազությունը Ղուկասյանին վերագրվող մի ձայնագրության հետքերով վարույթ հարուցեց, հավաքին մասնակցելուն հարկադրելու եւ նյութապես շահագրգռելու հոդվածով։ Իրավապահները սակայն դեռ չեն ասում արդյոք Ղուկասյանին նոր մեղադրանք կառաջադրեն ու կձերբակալեն թե ոչ։ Ինքը Գյումրիի նախկին քաղաքապետը իր ձերբակալությունը ավելի վաղ չէր բացառել ու դրա համար ասել էր՝ փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մեկին չի տա։ Եթե ինձ ձերբակալեն, ինստինկտյան փոխքաղաքապետը պարտավորակ բանը ինքը վերցնում է իր վրա, ստանձնում է եւ ինքը դառնում է քաղաքապետ։ Այդ դրա համար ես եթե այդ պահը մենք դա բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված։ Մարտուն Գրիգորյանը, որ սպանությամբ ուղեկցված ընտանեկան ու քաղաքական վաղեմի հակամարտություն ունի Ղուկասյանի հետ, հատուկ ընդգծում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետին սատարելու որոշումը իր համար ծանր է եղել ու դա անում է մեջբերեմ առանց որևէ պաշտոնի ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության, բայց եւ շեշտում է իր կայացրած որոշման արդյունքում ընտրություններում 36% ստացած քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Միաժամանակ զգուշացնում է այսուհետ եւս Գյումրիում մեջբերեմ ամեն ինչ կախված է լինելու մեր քաղաքը դաշինքի քվեարկությունից։ Նա սակայն չի հստակեցնում արդյոք վայր է դնելու падգամավորական մանդատը ու տեղափոխվելու է Գյումրիի ավագանի, թե կմնա խորհրդարանում։ Իդեպ Գրիգորյանի որոշմանը մեկը մյուսի ետևից սկսեցին արձագանքել Գյումրիում ամենաշատ ձայները ստացած, բայց իշխանության գալ չկարողացած քաղաքացիական պայմանագրից օրինակ կուսակցության վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը գրել է. «Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժակ Քոչարյանը, դա Վարդան Ղուկասյանն է»։ Վարչապետի գյումրեցի խոսնակն էլ թե ընդդիմադիր ուժերը իշխանազավթում էին տենչում ու տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։ Նրանց իրենց հերթին արձագանքել է Գյումրիի ավագանի չանցած Եվրաքվե դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանը, ՔՊԱ-ականներին խորհուրդ տալով կամ լռել, կամ էլ ելույթները սկսել այս նախադասությամբ. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայն այսօր ժամը 15-ի կողմերը ընկալեց, թե ինչեր չի արել անցած 7 տարիների ընթացքում»։ Վարդան Ղուկասյանն ի դեպ քիչ առաջ հանդիպել է լրագրողների հետ։ Արդյոք հնարավոր է համարում, որ ինչպես Վանաձորում է տեղի ունեցել, իրեն առաջադրված մեղադրանքներով ինքն էլ կալանավորվի։ Վանաձորի սցենարը չի կարող այստեղ կիրառվի, որովհետև այստեղ այլ բան է եղել, Վանաձորում այլ բան է եղել, այնպես որ բնակարան հատկացնելու համար, որ մարդիկ բնակարան են կառուցել, դրա համար 60 հոդվածի հետ կապված, այդտեղ մենք բացատրություն ունենք շատ հանգիստ, գեղեցիկ ձևով եւ դրանով քաղաքապետը երբեք չի կարող մեղադրվել։ Ուղղակի սա եւս հերթական շոուն է, որ արվել է, կտեսնեք, որ դրանք ամեն ինչ կանցնի շատ հանգիստ։ Ձեզանից նաև ապօրինի գույք են ուզում, կարծեմ։ Չեն կարող, որովհետև դրա բոլորի բացատրությունը կա։ Ծանր որոշում եմ կայացրել։ Դե հիմա այդ իրանից կա հարցնեք, ճիշտ ասած ես չեմ կարող հիմա իր տեղը պատասխանել, թե ծանրը ոնց է, ինչ է, բան է։ Իրանից հարցրեք, ինքը ձեզ կպատասխանի։ Ամեն դեպքում այս մի քանի օրերի ընթացքում պարոն Ղուկասյան, պարոն Գրիգորյանի հետ կամ նրա համակիցների հետ ինչ-որ հանդիպումներ, ինչ-որ քննարկումներ, Ոչ, չեն եղել։ Ոչ մեկի հետ մենք հանդիպում չենք ունեցել, ոչ մեկի հետ քննարկում չենք ունեցել։ Միգուցե կլինի հավանական է դիմացը ու միանշանակ կլինի մեծ հաճույքով մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ հանդիպելու, խոսելու, դնելու, վերցնելու եւ ես իրենց ինձ թշնամի չեմ ճանաչում։ Ես թշնամի ճանաչում եմ Ադրբեջանին եւ Օսմանյան թուրքերին։ Հասկանալի է, ես հայ ազգի մեջ թշնամի չունեմ։ Կարող է խնդիրներ ունենք իրար մեջ, բայց ես այդպեսին չեմ։ Ես հոգեպես բարի մարդ եմ։ Այլ տեխնացուի հարց, չգիտեմ, գուցե հավաքվեք, քննարկեք, ասում է ժամանակ չթողեցին, որպեսզի մենք 4-ով, հավաքվենք, նստենք, քննարկենք։ Ես ասելու ոչ մի բան չունեմ, ինչ որ եղել է, ուրեմն եղել է, ինչ որ խոսել ենք, բարձրաձայն,
լրատվության ձեր բոլորի հետ, ուրեմն ես ասել եմ ու եւս նորից կրկնում եմ։ Ուրեմն ով շատ ձայն է հավաքել, ես կմիանամ նրան։ Ընդդիմության կողմից իմն է շատ եղել, թող իրանք բարի լինեն, ինչ որ արել են, ուրեմն արել են։ Էլ նորից դրա վերաբերյալ անդրադառնալ ու քննարկել, ես ավելնորդ եմ համարում։ Իմ կարծիքն է դա։ Ակնկալ կարող է լինել ավագանու նիստի։ Ինչ լինի որ։ Չգիտեմ, օրինակ ԿՊ-ն կկարողանա ձեր, ասենք, ավագանու խմբակցությունից այսպես որևէ մեկ Մեզանից տանի։ Մենք ավելի շատ իրանցից կտանենք, քան իրանք մեզանից։ Ուրեմն ես այդքան թույլ մարդ եմ, հա։ Հələ դու ինձ նայի, աբրացիս նայի, բան։ Ուրեմն ԿՊ-ն կարող ինձանից մարդ տանի ու մենք իրանցից չենք կարող տանել։ Ոչինչ, թող սրդերը լեն պահեն։ Թող սրդերը լեն պահեն։ Ինչ է եղել։ Այսպես է, կյանքի բանն է, մեկը կուկա, մեկը կեշտա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Ես շնորհավորում եմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստն ավարտին հասցնելու կապակցությամբ։ Նախագահ Թրամփն անհամբեր սպասում է պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, քանի որ խաղաղությունն ու կայունությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը։ Տևական խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությանը եւ անվտանգություն ու բարգավաճում կբերի Հարավային Կովկասին, այնպես որ մենք ողջունում ենք ձեզ խաղաղությանն ուղղված այս համարձակ քայլերի համար։ Պաշտոնական Բաքուն առայժմ չի արձագանքել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությանը, սակայն օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագիրը կստորագրեն միայն այն դեպքում, երբ Հայաստանը կատարի ադրբեջանական երկու նախապայմանները՝ փոխի սահմանադրությունը եւ լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Չավարտվող այս նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել նաև ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն դժգոհել է, որ Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը 25% է։ Ըստ Հաջիզադեի, Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400,000-ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը նրա խոսքով մոտ 1,5 միլիոն է։ Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել Բաքվից հնչած այս հայտարարությանը, սակայն ավելի վաղ Հայաստանի իշխանությունները նշել էին, որ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես գոյություն չունեն։ Իդեպ Բաքվում խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման եւ վավերացման կարեւորության մասին, ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ոչինչ չի ասել Բաքվի բանտերում պահվող 23 հայ ռազմագերիների ազատարձակման մասին, չնայած որ շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Պոլսը ադրբեջանցի իր պաշտոնակից Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում շեշտել էր բանտարկյալների ազատ արձակման կարեւորությունը։ Իսկ Բաքվում դատական process-ը, որը հայկական կողմը համարում է շինծու, շարունակվում է։ На судебном заседании, прошедшем в Бакинском военном суде под Բաքվի բանտում պահվող հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը առաջնահերթություն է ԱՄՆ նոր վարչակազմի համար։ Catholic News Agency-ին տված հարցազրույցում պնդել է ամերիկացի հայտնի իրավապաշտպան Արցախի նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։ Մեզ ասվել է, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի, որպեսզի նախագահ Թրամփը անվերապահորեն աջակցի խաղաղության գործընթացին։ Թե ԱՄՆ նոր վարչակազմից կոնկրետ ով են նման հավաստիացումներ տվել, Գենսերը չի մանրամասնել։ Ամեն դեպքում հրապարակային նման կոչ նախագահ Թրամփի վարչակազմից առայժմ չի հնչել։ Սակայն շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Պոլսը իր ադրբեջանցի պաշտոնակցի Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել էր, որ պետք է ավարտին հասցնել խաղաղության գործընթացը եւ ազատ արձակել բանտարկյալներին։ Իդեպ ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը խիստ կարևորում է, որպեսզի Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը նախապայման դառնա խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Գենսերը նշել է, որ այս առանցքային հարցերի լուծումը ներառված չէ խաղաղության պայմանագրում եւ ոչ էլ երկկողմ օրակարգի մաս է։ Մեր ամենամեծ անհանգստությունն այն է, որ եթե խաղաղության գործընթացը առաջ ընթանա, բայց չլուծվի Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա ռազմագերիների հարցը, ապա ցավոք այն կարող է հանգեցնել ռազմագերիների զոհաբերությանը իբրև այդ խաղաղության պայմանագրի մաս։
Իրավապաշտպանը նաև ընդգծում է, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտում արգելել են աստվածաշունչ ունենալ, ինչն ըստ փաստաբանի ամրապնդում է այն համոզմունքը, որ նա եւ Լեռնային Ղարաբաղի մյուս ղեկավարները հետապնդվում են ոչ թե որ նրանք ենթադրյալ անջատողականներ են, այլ որ քրիստոնյաներ են։ Прокуроры, защищающие государственное обвинение, задавали вопросы Давиду Ишханяну, который был председателем парламента и занимал другие должности так называемого режима. Իդեպ նախորդին Բաքվի ռազմական դատարանում հարցաքննվել է Արցախի ազգային ժողովի նախագահ դաշնակցական Դավիթ Իշխանյանը։ Միջազգային կառույցների եւ անկախ լրատվամիջոցների բացակայության պայմաններում ընթացող դատավարության ընթացքում ըստ պետական ազերթաջ գործակալության Արցախի խորհրդանի նախկին ղեկավարը պատասխաներով դատախազի հարցին, թե որն է եղել Ղարաբաղյան առաջին պատերազմի նպատակը, Իշխանյանն ըստ ազերթաջի ասել է, որ այն ժամանակ երիտասարդ է եղել, բայց հետո հասկացել է, որ նպատակը Արցախի եւ Հայաստանի միավորումն է։ Стратегическая цель состояла в объединении Карабаха с Арменией. Իշխանյանն ըստ Բաքվի պետական լրատվամիջոցին նաև պատմել է, որ ծնվել է ԽՍՀՄ Ադրբեջանում։ Սովետական միության փլուզումից հետո ինքը, ինչպես նաև 150,000 արցախցիներ դարձել են Հայաստանի քաղաքացիներ։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցել է ռազմական գործողություններին Աղդամում, Քելբաջարում, Հադրութում, Մարտակերտում։ 1992-ին ղեկավարել է Հադրութի 8 գումարտակներից մեկը եւ ենթարկվել է Մոնթե Մելքոնյանին, իսկ բանակը ղեկավարել են Սամվել Բաբայանն ու Սերժ Սարգսյանը։ Իշխանյանը չի թաքցրել ադրբեջանական զինուժի դեմ մղած մարտերում պարգևատրվել է մարտական խաչ շքանշանով։ Он сказал, что орден Боевой Крест был вручен ему за его боевую деятельность. Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի մյուս ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բռնապետական ռեժիմի կողմից մեղադրվում են Ադրբեջանի դեմ պատերազմ մղելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանությունը բռնազավթելու եւ այլ ծանր հանցանքների մեջ։ Հայերի դատավարությունը նաև այսօր է շարունակվել։ Очередное заседание суда назначено на 4 апреля. Оно продолжится ответами обвиняемых лиц на вопросы. Դատարանը պարտավորեցրել է հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ։ Փաստաբանները անցած տարեվերջին ուսումնասիրել էին նախարարի հայտարարագրերը եւ կասկածելի դրվագներ հայտնաբերել։ Օրինակ, որ նա անտոկոս փոխառություն է ստացել, հետագայում էլ մի ընկերություն է գնել, հետո այն վաճառել է իր ազգականին։ Այդ ընկերությունն իր հերթին սկսել է կառավարությունից արտոնություններ ստանալ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել եւ պարզել ֆինանսների նախարար քաղաքացիական պայմանագրի անդամ Վահե Հովհաննիսյանի կապը կոռուպցիոն որոշ դրվագների հետ։ Վերաքննիչ դատարանը բավարարել էր մեր բողոքը այդ Զիկոդեր ընկերության մասով եւ ուրեմն բեկանել էր առաջինացանի դատանի որոշումը, պարտավորեցրել էր հանրային վարույթի այդ մասնակիցներին, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնեն։ Մի խումբ փաստաբաններ անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաև պարզել, որ Փաշինյանի թիմակիցը $1 միլիոն անտոկոս փոխառնություն է ստացել, հետո գնել Կարիտաս Իտալիան ընկերությունը։ Հետագայում այս կազմակերպությունը վերանվանվել է Ջիկոդեր, իսկ Վահե Հովհաննիսյանն իր 100% բաժնեմասը ըստ փաստաբանների վաճառել է մոր եղբորը։ Ընկերությունը օգտվել է նաև պետական օժանդակությունից, կառավարությունից ստանալով 1.8 միլիարդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն։ Սա կասկածներ է առաջացրել, որ նախարարը կոռուպցիոն գործարքների մեջ է։ Փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին, հետո հարցահասել էր հակակոռուպցիոն կոմիտե։ Այստեղ հրաժարվել էին քրեական վարույթ նախաձեռնել։ Թե այս, թե հակակոռուպցիոն դատարանի որոշումները բողոքարկվել էին արդեն վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ էլ որոշել են նախարար Հովհաննիսյանին առնչվող կոռուպցիոն կասկածները պետք է դառնան իրավապահների քննության առարկա։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ չի հերկվել, որ այդ գումարները ստացել է, այսինքն քննիչը չի պարզել հակառակը, որ այդ գումարները չեն ստացվել, հակառակը վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ գումարները ստացվել են։ Եվ այդ գործընթացի մեջ գտել է, որ այո, այստեղ կան հանցագործության առերևույթ հիմքեր։ Թե որտեղից այդ գումարները։ Որտեղից եւ այս ամբողջ գործընթացը, որ հետո այդ ընկերությունը դարձավ կառավարության որոշման այդ արտոնություն կրող սուբյեկտ։ Եվ բնականաբար դատան այդ ռիսկը տեսել է եւ ասել է, որ այո, պետք է քրեական վարույթ նախաձեռնվեր, որտեղ այդ
նվազագույն շեմը հաղթարված է, առերևույթ հանցագործության այդ հատկանիշների նվազագույն շեմը հաղթարված է դրանով։ Նախարար Վահե Հովհաննիսյանը ազատության զանգերին չի արձագանքել, մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև նրա խոսնակի հետ, որն ավելի վաղ ասել էր, թե հայտարարագրերում անհամապատասխանությունները տեխնիկական վրիպակներ են, շտկում են, կոռուպցիոն կասկածներն էլ անհիմն էր համարել, պնդել, թե 1 միլիոն անտոկոս վարկը ստանալու պահին Վահե Հովհաննիսյանը պաշտոն չի ունեցել։ Գործընթացը նախաձեռնողներից փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է, իրենց կասկածները պահպանվում են, որ Վահե Հովհաննիսյանը քեռու ընկերության իրական սեփականատերն է։ Պաշտոնն էլ ծառայեցնում է կազմակերպության շահերին։ Եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով իրենք փորձեն ապահովել, որ դա իր քեռուն է պատկանում եւ ինքը այստեղ իրավաբանորեն կապ չունի, այդ ընկերությունը մինչեւ հիմա էլ իրեն պարտք է 50 միլիոն դրամի չափ փոխառություն ունի իրեն տրված։ Այսինքն ինքը այդ ընկերության նկատմամբ միևնույն է ունի շահագրգիռ վերաբերմունք, ինքը շահ ունի այդ ընկերությունից, որտեղ այդ ընկերությունը դեռ իրեն փող է պարտք։ Ու ես կասկածում եմ, որ դա ուղղակի ձևական գործարք եղել, որպեսզի անվանումն էլ փոխի այդ նպատակով, որպեսզի այդպես արհեստական հեռացնեն, բայց բնականաբար այդ փաստը հաջողվել է պարզել եւ մենք ներկայացրել ենք նաեւ իրավապահ մարմիններին։ Մինչ այս պահը հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ հարուցելու մասին որևէ հայտարարություն չի արել։ Կբողոքարկի գլխավոր դատախազությունը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, կառույցից չեն արձագանքում։ Փաստաբան Արա Զոհրաբյանը կասկածի տակ է դնում նաեւ Հովհաննիսյանի պաշտոնավարման հարցը։ Հիմա եթե վարչապետի չինովնիկը կոռուպցիոն ծրագրերի այդ ռիսկերի մեջ է, դա լուրջ խնդիր է առաջանալու այս պաշտոնատարանձի հետագա պաշտոնավարման համար։ Որտեղ միջազգային կառույցը մի ֆոնիկը հայտնվեց ու այս փաստերը ի վերջո այդ կառույցներն են նայում, տեսնում, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը կպահի այս ոնց ասեմ, այս կոռուպցիոն ռիսկ պարունակող անձին այս արարքները, ապա բնականաբար ինքն էլ դրանից կտուժի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրա թիմից տարբեր պաշտոնյաներ են կոռուպցիոն դրվագներով հայտնվել Մեղադրյալի աթոռին։ Հեղափոխությունից 1 տարի էլ չանցած մեղադրանք առաջադրվեց այն ժամանակ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանին։ Անցած տարի էլ Մեղադրյալի աթոռին հայտնվեց քաղպայմանագրի անդամ էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարած Վահան Քերոբյանը։ Վերջերս նաև նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանը։ Իդեպ անցած տարի ՔՊ-ն ցանկանում էր բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել կուսակցական Ալեքսանդր Սիրունյանին։ Սակայն նրա անվան շուրջ կոռուպցիոն կասկածները պատճառ դարձան, որ Սիրունյանին չընտրել։ Հնարավոր է ֆինանսների ոլորտը ղեկավարող Վահե Հովհաննիսյանն էլ պաշտոն անկարվի այդ կասկածների պատճառով։ Առայժմ պարզ չէ։ Ինչ է կատարվել Նուբարաշենի բանտում։ 3 իրավապաշտպաններ ահազանգել, որ ցմահ ազատազրկվածների հարկաբաժնում ծեծել են կալանավորներին։ Ֆիզիկական ուժի գործադրումը քրեակատարողական հիմնարկում չեն հերքում։ Արդարադատության նախարարը հայտարարում է, ստանդարտ գործողություններ են եղել լիազորությունների շրջանակներում, իսկ դատապարտյալները վնասվածքներ չունեն։ Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանը հակառակն է պնդում, որ մարմնական վնասվածքներն են արձանագրել։ Տվյալ անձինք ենթարկվել են բժշկական զննության, այս պահի դրությամբ որևէ հայտնաբերված վնասվածքով անձ մենք չունենք։ Մինչ արդարադատության նախարար Սրփուի Գալյանը 3 երեկոյան պնդում էր, թե Նուբարաշենի բանտում տեղի ունեցածից վնասվածք ստացածներ չկան, մարդու իրավունքների պաշտպանը հակառակի մասին է հայտնում։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները։ Երեկվա այցից հետո այսօր հայտնեցին պաշտպանի գրասենյակից։ Քրեակատարողական ծառայությունը 3 հայտնել էր, որ ֆիզիկական ուժ են գործադրել, որովհետև դատապարտյալներից մեկը սրել էր իրավիճակը, ներկայացրել անօրինական պահանջներ, օրինակ, մշտապես բաց պահել կերակրադրնակը, օրենքով հատկացված զբոսանքի ժամանակը երկարացնել եւ այլն։ Նաեւ նույն դատապարտյալի դրդմամբ մյուսները զբոսանքի ժամին բարձր երգել են, խանգարելով ուրիշներին։ Իրենք էլ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում որոշել են պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ բանտ։ Դրանից հետո որոշ կալանավորներ ու դատապարտյալներ այրել են ներքնակները, վնասել խցերի գույքը, հարվածել դռներին։ Ընդհանրապես ստանդարտ գործողություն խցերի խուզարկության հետ կապված եւ դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով, այրել են գույքը խցի, որի իրավունքը նրանք չունեն,
որին հետևել է համապատասխան վերաբերմունքը լիազորությունների շրջանակներում, այսինքն որևէ լիազորության վերազանցում այս պայդրությամբ չկա ֆիքսված։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի խոսնակն այսօր Ազատությանը փոխանցեց բանտարկյալների պատմածը։ Ըստ այդմ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները իրենց նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել, կոտրել են խցերի գույքը, վիրավորանքներ եւ հայհոյանքներ հնչեցրել իրենց հասցեին։ Նրանք նաեւ հերքում են արդարադատության նախարարի եւ քրեակատարողական ծառայության պնդումը, թե ներքնակներ են այրել։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին փոխանցել են, որ այրվել է ընդամենը 1 սրբիչ։ Մեծ կողմ ասում որ բռնություն է կիրառվել։ Ծեծ ու ջարդ, թե ֆիզիկական ուժի օրինական գործադրում է եղել։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը վստահեցնում է, որ Նուբարաշենի բանտում ցմահների նկատմամբ 3 տեղի ունեցածը պատասխանն էր նրանց բողոքի ակցիայի։ Խնդիրների լուծումը բռնությամբ է, թե ոչ, ես ասում եմ ոչ։ Խնդիրներ ամեն օր կան եւ լուծումները իհարկե բռնությամբ չեն։ Ցմահ դատապարտյալները միջադեպից անմիջապես հետո տեղի ունեցածի մասին հազանգել էին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, պատմել, որ դաժան ծեծի են ենթարկվել։ Պատճառն էլ թերևս այն է, որ քրեական ենթամշակույթը գովաբանող ինչ-որ երգ էին երգել։ Պաշտոնական հաղորդագրությունը, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է արվել, Ալեքսանյանը կեղծիք է որակում։ Այսինքն մարդիկ նաև իրավունք չունեն բարձրաձայնել իրենց այդ իրավունքների մասին։ Ամեն առիթով իրենց ասած ֆիզիկական ուժի գործադրման են անցնում, որի իրավունքի մասին խոսում է նախարարը։ Ինչ իրավունք ունեն շարունակ բռնության ենթարկել դատապարտյալներին, ես դա պնդում եմ։ Ինչ է իրականում տեղի ունեցել Նուբարաշենի բանտում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցնում է, թող ծառայողական քննությունը պարզի, ինչից է նախարարը եզրակացրել, որ բանտի ղեկավարությունը օրենքով է գործել, եթե չկա ծառայողական քննություն։ Ուրեմն մարդիկ փակված են բանտում եւ նրանց խոսքը չի հնչում։ Ինչու պետք է ես վստահեմ նախարարի կամ նրանց տարածած հաղորդագրությունը։ Ինչի, երբ որ չկա այն կողմը, որը կարող է խոսել, կամ թեկուզ իր ծառայողական քննությունը, եթե ասենք լիներ օբյեկտիվ, որը անհնար եմ համարում, եւ ուրեմն մարդկանց տեսակետը մենք իմանանք ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Արդարադատության նախարարությունը սակայն պնդում է, իրենց համար ամեն ինչ պարզ է, ծառայողական քննություն անցկացնելու կարիք չեն տեսնում։ Եթե խոսքը նրա մասին է, որ քրեակատարողական ծառայողները չպետք է կարողանան իրենց լիազորությունները իրականացնել, ապա ոչինչ չունեմ ասել, դա նորմալ չէ։ Իրավապաշտպանի խոսքով սա ցմահների առաջին ընդվզումն է նոր նախարարի ու քրեակատարողական ծառայության նոր պետի նշանակումից հետո, եւ այս ղեկավարները անելիք ունեն բանտերում, որտեղից պարբերաբար մարդու իրավունքների խախտումների մասին բողոքներ են ստանում։ Իսկ նախարարը նշանակումից ի վեր հետաքրքրվել է լողանալու իրավունք ունեն դատապարտյալները, թե չէ։ Կան այդպիսի պայմաններ, որ դատապարտյալները օրինակ լողանան, չկա։ Ինչ սնունդ են տալիս, ինչ են ուտում դատապարտյալները։ Դա շատ վատ բառով կարելի է բնութագրել։ Լապ։ Նուբարաշենի բանտում տեղի ունեցածի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանը հավաքած տեղեկություններն ամփոփելուց հետո պարզաբանումներ կպահանջի պետական կառույցներից։ Դատաիրավական համակարգից եւ ոստիկանությունից դժգոհությունները հասել են Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույց։ Օրենքի գերակայության բաժնում Հայաստանի միավորները ցածր են, իրավապաշտպանների աչքից չեն վրիպել վարչապետ Փաշինյանի ենթականերին ուղղված SMS-ները հրաժարականի հորդորներով եւ դրանց հաջորդած իրադարձությունները։ Դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության ոստիկանական գործողությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության Հայաստանի մասին տարեկան զեկույցում։ Ամփոփելով 2024-ը Freedom House-ը Հայաստանը դարձյալ մասամբ ազատ երկրների շարքին է դասել, հնարավոր 100-ից 54 միավոր հատկացնելով։ Ամենացածր գնահատականներն օրենքի գերակայության վերաբերյալ բաժնում են։ Freedom House-ն օրենքների ինտրովի կիրառման մասին է գրում, շեշտում է քաղաքացիական ու քրեական գործերի պատշաճ քննությունը չի երաշխավորվում ու արձանագրում նախադատավարական փուլում երկարաժամկետ ազատազրկումները շարունակում են խնդիր մնալ։ Անկախ է դատական իշխանությունը, իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, դատարանները քաղաքական ազդեցության տակ են։ Հաղորդումների համաձայն դատավորներն իրենց վրա ճնշում են զգում, որպեսզի դատախազների հետ աշխատեն ու դատապարտեն մեղադրյալներին, իսկ արդարացումների մակարդակը չափազանց փոքր է։
Ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու հրապարակումները նույնպես տեղ են գտել ծավալուն զեկույցում։ Տարվա գլխավոր զարգացումների շարքում Freedom House-ն առանձնացնում է Տավուշում սահմանազատումից սկիզբ առած բողոքի ակցիաները, հիշեցնելով, որ հունիսին խորհրդարանի առջև տեղի ունեցած ցույցը ոստիկանության հետ բախումներով ուղեկցվեց։ Ուժայինները հատուկ նռնակներ կիրառեցին, ինչի հետևանքով շուրջ 100 մարդ վիրավորվեց։ Իրավապաշտպան կազմակերպությունը ոստիկանության այս գործողությունները աննախադեպ է որակում։ Ըստ Freedom House-ի տարվա հիմնական զարգացումներից էր նաև վարչապետ Փաշինյանի խնդրանքով ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը, ինչն ըստ զեկույցի դատական անկախության հետ կապված մտահոգություններն էլ ավելի է մեծացրել։ Ինչ վերաբերում է կառավարության հակակոռուպցիոն ու դատական բարեփոխումներին, Freedom House-ի գնահատմամբ տարվա ընթացքում չնչին առաջընթաց է արձանագրվել։ Կոռուպցիոն գործերով բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումները հազվադեպ էին։ Իրավապահներին չի հաջողվել արձագանքել որոշ պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ լրատվամիջոցների հետաքննություններին։ Քաղաքական իրավունքների բաժնում Freedom House-ը վարչապետի իր թիմակիցներին ուղղված հեռանալու խնդրանքներն է առանձնացրել։ Զեկույցում տեղ է գտել падգամավոր Հովիկ Ղազարյանի հետ տեղի ունեցածը։ Freedom House-ը հիշեցնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ղազարյանը մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը մերժելուց հետո հեռացվեց թիմից։ Խմբակցությունից հեռացրին նաև նրան աջակցած Հակոբ Ասլանյանին։ Ղազարյանն այժմ քրեական գործով է անցնում։ Նրան զրկել են падգամավորական անձեռնխելիությունից։ Երևանի քաղաքապետարանում ծավալվող իրադարձություններին էլ անդրադարձ կա։ Freedom House-ը հիշեցնում է իշխանություններն անցած տարի նիստերից բացակայելու պատճառաբանությամբ Ավագանու կազմից նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ու այլ ընդդիմադիրների հեռացրին։ Նախկին քաղաքապետը որոշումը քաղաքական հաշվեհարդար որակեց։ Ինչու նախորդ գումարման ժամանակ չէիք հեռացնում ձեր տասնյակ թիմակիցներին, որոնք տարիներով, ոչ թե ամիսներով, տարիներով նիստերին չէին մասնակցում, որովհետև ձեր դեմ դուրս չէին գալիս։ Արդյոք կառավարությունը բաց եւ թափանցիկ է գործում։ Այս հարցին ի պատասխան կազմակերպությունն ընդգծում է, թափանցիկությունը Հայաստանում պատմականորեն է սահմանափակ։ Freedom House-ը հեղումանելով հայաստանյան լրագրողական կազմակերպություններին օրինակ է բերում լրագրողների հարցումներին կառավարության թերի պատասխանները, ուշացումները, մերժումներն ու պետական մարմինների խտրական վերաբերմունքը տարբեր լրատվամիջոցների նկատմամբ։ Իրավապաշտպան կազմակերպությունը անցյալ տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության ու ճնշումների տասնյակ դեպքերի մասին է գրում, ընդ որում եւ իշխանական եւ ընդդիմադիր թևերից։ Լրատվամիջոցների ազատության մասին բաժնում Freedom House-ը նաեւ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների լրագրողների դեմ դատական հայցերի մասին է գրել, հիշեցնելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի Civilnet-ի դեմ հայցը իր ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ հետաքննության համար։ Կներեք, բայց մեդիան մեզ մոտ դարել է մի հատ մեծ աղբանոց եւ ով ինչ ուզում խոսում է։ Կազմակերպությունն առանձնացրել է նաեւ հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հետ տեղի ունեցածը։ Խմբագրականով վարչապետին քննադատելուց հետո Խումարյանի պայմանագիրը չերկարաձգվեց, ընտրություններով էլ նոր տնօրեն ընտրվեց։ Freedom House-ը նաև տեղահանված արցախցիների հայտարարություններն է առանձնացրել, թե իշխանությունների կողմից վատ վերաբերմունքի են արժանանում։ Արձանագրվել է նաև կանանց նկատմամբ խտրականություն, բռնություն ու վատ վերաբերմունք ԼԳԲՏ անձանց հանդեպ։ 2024-ի գլխավոր զարգացումների շարքում Freedom House-ն առանձնացրել է նաև Ռուսաստանից անվտանգային կախվածությունը նվազեցնելու քայլերը, մասնավորապես ՀԱՊԿ անդամակցության սառեցումն ու ռուս սահմանապահների դուրսբերումը, Զվարթնոց օդանավակայանից ու ցամաքային անցման կետերից։ Freedom House-ի գնահատականներով տարածաշրջանում ամենաբարձր միավորը Վրաստանն ունի, որը նույնպես մասամբ ազատ է համարվում, Հայաստանին գերազանցելով 1 միավորով։ Ադրբեջանը ամենացածր գնահատականը ունի 7 միավոր ու ոչ ազատ է համարվում։ Եվ ծրագրի վերջում տեսնենք ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Ուկրաինայի հարցով բանակցությունները շարունակվում են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնացն է Միացյալ Նահանգներում հանդիպել Թրամփի վարչակազմի հետ եւ հայտարարել, որ որոշակի առաջընթաց կա։ Թե ինչ առաջընթաց է, մանրամասներ չկան։ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ կարծում է իր ջանքերը այս հարցում արդյունք կտան։ Մինչ ռուս-ամերիկյան բանակցություններն Ուկրաինայի հարցով շարունակվում են, եվրոպական երկրներում քննարկում են, թե ինչ է տեղի ունենալու խաղաղության հաստատումից հետո։
Շատ շուտով Ռուսաստանի պատասխաններից պարզ կդառնա լուրջ են վերաբերվում բանակցություններին եւ ցանկանում են իրական խաղաղության հասնել Ուկրաինայում, թե զուտ ժամանակ են ձգում։ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների երկօրյա հանդիպումից հետո հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Ըստ Մարկո Ռուբիոյի, եթե պարզվի, որ Մոսկվան ժամանակ է ձգում, ապա դրանից ելնելով որոշումներ կկայացնեն, քանզի նախագահ Տրամպը մտադիր չէ անվերջ բանակցությունների թակարդն ընկնել։ Եթե պարզվի, որ լուրջ են վերաբերվում, դա հիանալի կլինի եւ կարող ենք շարժվել դեպի խաղաղություն։ Եթե ոչ, ապա ստիպված կլինենք վերանայել մեր դիրքորոշումը եւ այն, ինչ անում ենք առաջ գնալու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ասել է, որ Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցում գնդակն այժմ ակնհայտորեն Ռուսաստանի դաշտում է։ Մարկ Ռյուտեն նաև վերահաստատել է, որ Ուկրաինային պետք է աջակցել, որպեսզի կարողանա բանակցել ուժեղ դիրքերից։ Թույլ տվեք վերահաստատել, որ Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի։ Այդ իսկ պատճառով է, որ դաշինքին անդամ երկրների գումարի խոստումը այդքան կարևոր է։ Թեև դա չի նշանակում, որ այդ գումարը միշտ անմիջապես ծախսվում է։ Եվրոպան շարունակում է ջանքերը Ուկրաինային ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ այսօր Կիև են ժամանել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան զինվորականները քննարկելու խաղաղության հաստատումից հետո Ուկրաինայում եվրոպական ուժերի տեղակայման հարցը։ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիան ավելի վաղ համաձայնել էր, որ եվրոպացի առաջնորդներից գոնե մեկը պետք է շփվի Պուտինի հետ, սակայն Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան դեռ որևէ ազդակ չի ստացել Եվրոպայից, որ պատրաստ են երկխոսության։ Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ առաջիկայում Պուտին-Թրամփ հեռախոսազրույց չի նախատեսվում, թեև Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ այս շաբաթ կխոսի Պուտինի հետ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստում խոստացել է Կիևի եւ Բրյուսելի կարծիքը եւս հարցնել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի գնա զիջումների, որոնք կհակասեն Ուկրաինայի եւ Եվրոպայի շահերին։ Այո, նա ընդգծեց, որ անհնար է խոսել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, եւ որ Եվրամիությունը նույնպես պետք է իր համաձայնությունը տա, քանի որ դա տեղի է ունենում Եվրոպայում։ Մինչ այդ նախագահ Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո հայտարարել է, որ 3 քայլ առաջ են գնացել մի շարք կարևոր հարցերի շուրջ, թեև չի նշել, թե կոնկրետ որ հարցերի մասին է խոսքը։ Դմիտրիևը, որը Միացյալ Նահանգներ է մեկնել ռուս-ամերիկյան հարաբերությունների եւ ուկրաինական խնդրի կարգավորման օրակարգով, ասել է, որ բանակցություններում դրական դինամիկա կա, ինչը լավատեսություն է ներշնչում, ապա հավելել, որ ԱՄՆ վարչակազմը կառուցողական է տրամադրված։ Միանգամայն հստակ տեսնում ենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ի տարբերություն նախագահ Բայդենի հակված է լուծել խնդիրները։ Նրանք չափազանց հարգալից են, հասկանում են Ռուսաստանի դիրքորոշումը, շատ հարցեր են տալիս եւ փոխզիջումներ են գտնում։ Դմիտրիևն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է ուկրաինական խնդրի կարգավորման իրական եւ երկարաժամկետ տարբերակներին։ Նաեւ կա ընդհանուր ըմբռնում Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն անհնար է։ Նախագահ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցում մեծ առաջընթաց կա։ Նաեւ վստահություն է հայտնել, որ թե Զելենսկին, թե Պուտինը պատրաստ են գործարքի։ Թեև օրեր առաջ Պուտինին մեղադրում էր հրադադարի հասնելու հարցում ժամանակ ցկելու համար եւ սպառնում նավթային մաքսատուրքերով։ Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց։ Ռուսական կողմն անօթաչուներով հարվածել է Խարկովին, որտեղ կա 4 զոհ, ավելի քան 30 վիրավոր, ինչպես նաև Կիևին, Դնեպրին եւ Զապորոժիեին կան տուժածներ։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդել է, որ ուկրաինական անօթաչուները հարվածել են տարբեր շրջանների։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։